Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը կարող է արդյոք ստորագրվել Թուրքիայում։ Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների այս հարցին հստակ չի պատասխանում։ As for the venue, it's not important. We can sign it. Գիտեք, տեղը էական չէ, կա գաղափար այն ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Չեմ բացառում որևէ բան։ Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը։ Փոխարենը համաձայնեցված տեքստը Միրզոյանը որակում է մեծ ձեռքբերում, պատմական իրադարձություն, աննախադեպ մի բան։ Ասում է ամուր եւ կայուն կամրջի կառուցումը պետք է սկսել հիմա։ We suggested immediately to start consultations. Առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ ստորագրման արարողության տեղի եւ ժամկետի որոշման նպատակով։ Սակայն ցավոք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Հայաստանը լիովին պատրաստ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը, եթե Բաքուն համաձայնի խաղաղության պայմանագիրն ու Մինսկի ձևաչափի լուծարման փաստաթուղթը ստորագրել նույն օրը։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու այսպես կոչված տարածքային պահանջներին, ապա պայմանագրի դրույթներից մեկը փարատում է Բաքվի այդ մտահոգությունը։ Ադրբեջանական կողմի պահանջները բարի մտադրությունով են, թե Բաքուն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ։ Հետաքրքրվում է լրագրողն ու շարունակում. գործընթացը հնարավոր է հանգեցնել սրացման։ The problem is that sometimes we have the feeling that Azerbaijan Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ավելին, պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների, ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը ցավոք կարող է հանգեցնել նաեւ գետնի վրա էսկալացիայի։ Օրինակ, եթե դիտարկենք հայկական հասարակական կարծիքը, կտեսնենք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա եւ վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանան գտնել նաեւ հարցերի պատասխանները։ Թուրքիան անկասկած կարող է կառուցողական դեր խաղալ երկու կողմերին մոտեցնելու հարցում, կարծում է Միրզոյանը։ If we start with the other end, if we succeed to fully normalize Armenian. Եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը։ Եվ այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Արարատ Միրզոյանից նաև հետաքրքրվում են, թե կառավարության փոփոխությունը կարող է փոփոխել բանակցությունների քաղաքական գիծը։ Միրզոյանը նախ վստահեցնում է, խաղաղության օրակարգին լիարժեք աջակցում է հասարակությունը։ If the Armenian government does not deliver Եթե կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել։ Լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջան ունենալու ձեր տեսլականը, ինչպես նաեւ նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղ այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին։ Իսկ եվրոպական դիտորդական առաքելության անհրաժեշտությունն ըստ Միրզոյանի չի լինի, երբ խաղաղության պայմանագիրն ուժի մեջ մտնի։ We have stability along the border. Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, կնշանակի, որ մանդատը առաքելությունն ավարտված է եւ այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Թուրք լրագրողները նաև հարցնում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, հիշեցնում են Փաշինյանի հայտարարությունը, որ այն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Այս հարցը լարվածության աղբյուր չի լինի։ It could be very hard to forget the ancestors. Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը, բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը եւ բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Ամենայն հավանականությամբ առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում եւ մի փոքր ավելի շատ կենտրոնացում եւ հավատ ապագայի նկատմամբ։ Մենք նախընտրում ենք ապագան։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կամ այլ երկրների ներգրավվածությանը, Միրզոյանը հղում է անում բանակցությունների պատմությանը։ When we had bilateral negotiations, those negotiations were the most successful.
Երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Երբ մենակ ենք երկու երկրները մեկ սենյակում, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, հեշտությամբ մտքեր ենք փոխանակում, այսինքն տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի հավանաբար մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Արտգործնախարարը եզրափակում է, որ այլ երկրների ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։